կայանի հնարավոր փակման մասին, ասելով, որ պատրաստ են հոսանք վաճառել մեզ։ Նաև նա ասել էր, որ արդեն ադրբեջանցի մասնագետները որոշակիացրել են, թե Հայաստանում որտեղով են անցնելու նոր էներգագծերը, ինչպես կարձագանք եք եւ արդյոք Ադրբեջանից աշխատանքային խումբ է եկել Հայաստան։ Եվ երկրորդ հարցը շրջանառվում է տեղեկություն մարզպետների ինստիտուտի փոփոխության վերաբերյալ, որ մարզպետների լիազորությունները կնվազեցվեն, ինչ փոփոխություններ են մանավանդ հատկապես մարզպետների վերանշանակման այս ֆոնին։ Շնորհակալություն։ Իրոք է մարզպետներ Նախ սկսեմ ադրբեջանցի մասնագետների այցից, որը ինչքան հասկացա սենսացիա է դարձել որոշ շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը եւ աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում եւ եւս մեկ այցել է եղել, որի մասին էլ եղել է հաղորդագրություն 2026 թվականի հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով բոլոր քննարկումները եղել են այդ հանդիպումների շրջանակում, բնականաբար մենք նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ այդ թեմաներով աշխատում ենք եւ տեղի ունենում երկկողմ աշխատանք։ Ինչ վերաբերվում է մնացած հատվածին, այդ խոսույթների վերաբերյալ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսել։ Մեծամորի ատոմակայանի փակման թեման, այսինքն շահագործման ժամկետի ավարտի թեման արձանագրված է այդ թվում Հայաստանի միջազգային պայմանագրերում, որոնք կնքվել են մեզնից առաջ եւ դա ոչ մի նորություն չկա։ Ինչ վերաբերվում է էներգետիկ առևտրին, ես ձեզ ասեմ հետեւյալը, երկու ուղղություն է պետք է հաշվի առնել։ Մենք մինչև բոլորովին վերջերս մենք խոսում ենք, որ Հայաստանը ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ։ Հիմա մենք պիտի խոսենք նրա մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, ինչու, որովհետև ինչպես տեսնում եք, մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները, իսկ արհեստական բանականության գործարանները մեր պատկերացումներից անդին ծավալներով էլեկտրական էներգիա են սպառում, իհարկե սպայդրությամբ բնականաբար մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ մասնավորապես ներդրողներն ունեն արհեստական բանականության ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով Հայաստանի Հանրապետությունում, դա մեզ ստիպում է մտածել, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին եւ ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ, ինչպես Հայաստանում արևային կայանների եւ կուտակիչ կայանների զարգացում, արևային ռեսուրսներով Հայաստանը ավելի քան առավել քան հարուստ է եւ կուտակիչ կայանների, բայց իհարկե սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալու, երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ եւ այդպես շարունակ։ Մարզպետների մասով ես ճիշտն ասած էլի եմ լսել, որ այդպիսի բան քննարկվում է, բայց որտեղ է քննարկվում, ես ճիշտն ասած լավ չեմ պատկերացնում։ Շողիկ Ալեքսյան, Ազատություն։ Պարոն վարչապետ, ԵԱՏՄ-ից եմ ուզում հարցնել, դուք Եկատերինբուրգի հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետի հետ
ասացիք, որ դեռ չեք շտաբի գնահատականներ հնչեցնել խնդիրների լուծման հետ կապված, կսպասեք որոշակի պայմանավորվածությունների մասով